կառուցապատող ընկերության ներկայացուցիչն եմ ես։ Անունս Երեմ Ասատրյան։ Կառուցապատող ընկերություններ։ Այո, կառուցապատող ընկերությունն է, այստեղ պետքա որ լինի AN Construction ՍՊԸ։ Հիմա բնակիչներն ասում են, որ ստորության անցեցվել առանց հանրային լսումների իրականացնելու Տեսեք, բնակիչները հարգելիս։ Ես լսում եի, ունեմ բոլոր այդ կետերի վերաբերյալ ինչը որ նոր բնակիչները ներկայացնում էին, թե ինչն է անտեսվել, ինչն է ենթադրաբար խախտում եւ այլն, այդ նույն հիմնավորումներով եւ դեռ մի բան էլ ավելի մարդիկ հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ, այսինքն քննության փուլում է։ Հետևաբար նման պայմաններում ես իմաստը չեմ տեսնում ճանապարհ փակելու եւ ակցիա իրականացնելու եւ լրագրողներին ներքաշելու մի բանի մեջ, որը որ ես կարադառնամ, տեսեք։ Չէ, դուք հիմա աջակցում եք բիզնեսի, ես ձեզ հեսա կասեմ ինչ բիզնեսի եք աջակցում, ուղղակի արեք մի հատ վերջացնեմ, տեսեք, հիմա երբ որ այս շինարարության թույլտվության իրավաչափության հետ կապված հարցը քննարկվում է վարչական դատարանում, որի հասցեատերը վարչական մարմինն է։ Կառուցապատողը ունի թույլտվություն եւ քանի դեռ այդ թույլտվությունը իրավաչափ է դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չի, կառուցապատողը այդ թույլտվության հիման վրա առնում է աշխատանքներ, ավելին եթե չաներ աշխատանքներ, իր շինթույլտվությամբ ժամկետ կա նախատեսված, հետագայում տուժերի եւ տուգանքների կենթարկվեր։ Կառուցապատողի մոսով դուք սխալվում եք, կներեք, դուք որ խոսում եք, ես չէի ընդհատում։ Շինարարության թույլտվությունը ավտոմատ ինչպես նախկինում էր, հիմա չի կասեցվում, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կարգավորում ունի, ասում են դեպքերում, երբ որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձը վիճարկում է ինչ-որ մեկին երրորդ անձին տրված վարչական ակտը, այդ դեպքում չի կասեցվում, այլ միայն պետք է համապատասխան հիմնավոր միջնորդություն ներկայացվի, որի հիման վրա դատարանը եթե գտա, որ հիմնավորը կասեցնի, հիմա հայցվորները ներկայացրել են նաև այդ միջնորդությունը, որը մերժվել է դատարանի կողմից, այսինքն դատարանը հիմնավոր չի գտել։ Այսինքն արձանագրեն, որ կառուցապատողը, եթե սպասում ենք մենք դատարանի որոշման, եթե դատարանը որոշեց, որ այդ շինթույլտվությունը տրվել է օրենքի խախտում կամ իրավաչափ չի, կառուցապատողը իհարկե կենթարկվի դատական ակտին, ուժի մեջ մտած դատական ակտին եւ եթե պետք եղավ քանդել կքանդի, եթե պետք եղավ դադարեցնել կդադարեցնի, այսինքն կառուցապատողը գործում է օրենքի սահմաններում եւ օրենքը դատարանը ինչ որոշի, դա էլ կարվի։ Դա միանշանակ վստահեցնում են բոլորին։ Հիմա երբ որ ասացիս միտքը այն է, որ ստեղ բարձրաձայնվում է տարբեր բաներ, մի հարկ, երկու հարկ, չգիտեմ, քաղաքաշինական փաստաթղթեր, քաղաքապետարան, հանրային լսում եւ այլն, այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ դիմել են դատարան, դե սպասեք դատարանը որոշում կկայացնի, հիմա որ ճանապարհ փակեցին, ակցիա արեցին, այդ իրանց ուզածը, ինչը որ մինչեւ դատարան մտնել է, ուզել էին, ու չէր ստացվել, չի ելնելու, չէ։ Հիմա որ Ժողովուրդ ջան, ասեմ ինչ բիզնեսի մասին է, այդ արատավոր պրակտիկան տարիներ շարունակ եղել է, բայց հիմա եւս շարունակվում է։ Մարդիկ գնում են շինթույլտվություն են վիճարկում, առաջ որ ավտոմատ կասեցվում էր, ավելի հեշտ էր բողոքողի համար։ Հիմա դրա համար օրենսդիրը որոշեց, որ չէ, սենց չի կարա շարունակվի, դրեց սահմանափակումներ, որ երբ որ միջնորդությունով կապացուցես, որ քեզ վնաս է պատճառվում, նոր դատանը կկասեցնի։ Մարդիկ գնում են կառուցապատողին, ասում են, «Էստուր, այնտուր, որ չբողոքեմ»։ Հիմա դրա համար դուք անուղղակիորեն կներեք ինձ, ես ձեզ անչափ հարգում եմ եւ որևէ պիտակավորելու միտում չունեմ, բայց անուղղակի չիմանալով դուք եկել եք ու այդ բիզնեսին եք հիմա նպաստում։ Այո, ուզել եմ։ Տեսեք, մենք կառուցապատող ընկերությունը տեղ Լավ, դուք ներկայացրեք, ես դիրեկտոր չեմ։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոն երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել, օքեյ, բողոքարկել եք, մենք գնալու ենք մասնակցենք այդ դատին, նոր ենք ստացել մենք դատանի որոշում։ Պարզ չի, որ ասելու է չէ։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, որ բնակարան եք ուզում շնչել։ Մենք հատուցում ենք ուզը իրանից, մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը
իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ, իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով, ինքը 2 տանես, մենք միշտ էլ գիտենք մեր տների գինը ինչ քամ է, մենք այնց նոր տներ են գնահատել, շուկայականով նայում ենք, մենք շուկայականով նայում ենք, թե մեր տները ինչ կարժենան, ու հիմա եթե մեկը առնի, ավելի ներքևի տունը ավելի շուտ կառնի, քան թե իսկ դուք որ փակում եք այս ամբողջ տերիտորիան ձեր շինարարության համար, դուք որ փակում եք, մենք չենք կարող, մեր հատուցումը թող տան, որ մենք չտուժենք, կարող է ես իմ տունը ծախում եմ, գնում եմ, ամեն մի տան մեջ $150,000 տուժում եմ, ձեր պատճառով, դուք եկել եք մեզ վտարում եք ստեղից, արդեն, ես քո պատճառով կարող եմ տունը ծախեմ, ես չեմ ուզում ութարգանի կողքը ապրեմ, ստիպված պետքա ծախեմ գնամ, ամեն մի տունս իմ հայաթի, ոչ չի կարելի, ես խոսում եմ հենց հիմա, որովհետև քեզ օգուտ չի իմ խոսացածը, եթե ես մի բան ասում քեզ օգուտ չի, որովհետև դու իրավունք չունես ասես, խի եք փագում, խի եք անում, բա որ դուք եք փագում ձեր մեծ ավտոներով բան եք լցնում, մենք ում եք բողոքենք։ Փոխհատուցում ինքը կարող էր 2 հատ այստեղից տար, 2 հատ այստեղից տար, որովհետև ամեն մի տունս իմ 500,000-ից էժան չի, մենք ենք, բոլոր 58-երը ասեցին մերժվեց, իրանք եկան սարքեցին իմ պատի հետևը, աղբե ջան, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, ուրեմն պետքա փոխհատուցես իմ տների համար, ակցիայի բոլոր մասնակիցներն էլ ուզում են, բոլոր մասնակիցները, ստորագրողները ուզում են, բայց քանի որ իմ պատի հետևն է հենց 6 մետր չկա, մի հարգանի տան կողքը կադաստրը դեմ է քվեարկել, իրանք սարքում են 8 հարգանի, ես պետք է նստեմ իմ հյուրասենյակում, պատուհանից հետևից նայեմ այսինքն մի հատ 8 հատ։ Ձեր կարծիքով որ նման հայցով մտնեք դատարանի գավարանի օգուտ ձեզ։ Մենք այնց արգումենտներ ունենք, մենք ունենք այն արգումենտները, որը որ անտեսվել է մարդկային իրավունքները։ Մարդու իրավունքները ով է ասում։ Ինչ ասեց։ Բոլոր տեղերը լավ շատ բան են անում, խախտումներով, բայց մի րոպե։ Իմ երեխեքի Անդոնն ու Առորյան հարավում է։ Ապական էլ բեկան եք բեռներդ մենք կենտրոնում կան սեփական տներ, կողքել գնանք քանդենք են բարձրահարկել։ Լսի, դա Ասում են թույլ տվեք։ Ինքը անորեն են թույլ տվել։ Վիճարկում եք դատարան։ Կենտրոնում անորեն են թույլ տվել։ Դրա համար աշխարհի ամենահետամնաց քաղաքն է Երևանը։